Ազգային պարերի ռիթմը, գունեղ տարազներն ու բեմը լցրած անկեղծ ժպիտները Դիլիջանի Բացօթյա ամֆիթատրոնում երեկոն վերածեցին մշակութային տոնի։ Այստեղ Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցը հաշվետու համերգով ամփոփեց անցնող ուսումնական տարին, որն այս տարի պարում են աղջիկները, ծաղկում է Դիլիջանը, խորագիրներ կրում։ Ինչպես տեսնում եք, արդեն իսկ ավանդույթ դարձած, այս տարի եւս ներկայացնում ենք Դիլիջանի Բացօթյա ամֆիթատրոնում Գեղարվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սաների 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում կատարված ամբողջական աշխատանքը, այսինքն դպրոցի պարարվեստի բաժնի հաշվետու համերգային ծրագիրն է այսօր։ Ոչ միայն դրանք ստեղծագործական աշխատանքներ են, այլ յուրաքանչյուր պար յուրովի ներկայացված է իր թեմատիկայով, իր ստեղծագործական մոտեցմամբ եւ ինչու՞ չէ նաեւ բեմական հագուստներով։ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցը երեխաներին տալիս է կրթություն մասնագիտական, գեղագիտական դաստիարակություն եւ լայն հնարավորություններ հնարավորինս ընդգրկված լինելու արվեստի եւ մշակույթի ոլորտում։ Ավելի քան 150 սաներ Դիլիջան, Թեղուտ եւ Խաղաղասին բնակավայրերից բեմ բարձրացան, ներկայացնելով 40-ից ավելի պարային կատարումներ։ Ազգային եւ ժողովրդական պարերից մինչեւ ժամանակակից բեմադրություններ, յուրաքանչյուր համար պատմում էր հայկական մշակույթի, ինքնության եւ արվեստի հանդեպ սիրո մասին։ Այսօր մեզ համար առանձնահատուկ օր է, հատկապես ինձ համար, քանի որ այս տարի ավարտում եմ Գեղարվեստի դպրոցը։ Ունեմ շատ վառ հիշողություններ, շատ ոգևորված եմ այսօրվա միջոցառման առթիվ եւ մաղթում եմ բոլորիդ բարի դիտում։ 5 տարի պարելով ես սովորել եմ չհանձնվել, պայքարել եւ լինել լավագույնը։ Եվ այս տրամադրվածությունը ինձ կուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում։ Այս տարվա համերգն առանձնահատուկ խորհուրդ ուներ, այն նվիրված էր դպրոցի հիմնադիր, ժողովրդական արվեստի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին։ Ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված բոլոր միջոցառումներն անցկացվել են հոբելյանական տարվա շրջանակում, արժևորելով դիլիջանցիների սիրելի ու մտերիմ Վանիկի Հովհաննես Շարամբեյանի թողած մշակութային ժառանգությունը։ Եվս մեկ ուսումնական տարի պատմություն դարձավ, իսկ հնչող ծափահարությունները լավագույն գնահատականն են երեխաների, մանկավարժների եւ այն աշխատանքի, որի շնորհիվ գեղագիտական արժեքները շարունակում են ապրել եւ փոխանցվել սերնդեսերունդ։